Այսօր դատարանից ինչ որ ակնկալիք ունեք Կարապետյանի առնչությամբ եւ օրինակ ըստ ձեզ որ դեպքում Կարապետյանի ուժը հաջողության կհասնի։ Բարև ձեզ, հավատում եմ ինչ որ միտեղ, որովհետև Կարապետյանը ինքը իրանով մաքուր մարդ է, ինչ որ մեկի մարդ չի, ինչ որ մեկի կողմից ուղղորդված չի, չնայած էսեն ասում են, այն մարդ հեկա ոնց որ ուզես մի բան ասի, ցենց մի հատ նախադասություն։ Գոնե չսպասեցին դրան շարունակող կարող ավելի մի երկու բան ասվեր, ասեցին գնաց հասցրեց սրան։ Հիմա իհարկե ակնկալիք կսենա, որ այդ մարդուն ազատեն, գոնե իր գործերն անի։ Ազատեն ախր մի քիչ ճիշտ չի գալիս։ Նիկոլ Փաշինյանը հենց եկավ, դարավ առաջնորդակոչվում վարչապետ, երկու մարդու է գովացել։ Մի հատ Մերեն Վարդանյանին, մի հատ Սամվել Կարապետյանին, եղեք այս մարդկանց նման բարեգործ։ Հիմա մեկին Բաքու են դատում, այս մեկին ստեղ են դատում, դե հիմա հույս ունենք, որ լավ կլինի, այդ հույսերով ենք։ Ուզում ենք, որ անպայման լավ լինի։ Այդ մեկ եւ երկրորդը ինչ էր։ Եվ հավատում եք հաղթանակին ուժեղ։ Ընդհանուր հաղթանակին, թե Նաեւ ընդդիմության։ Դե ընդդիմության ընդհանուր։ Դե գիտեք ինչ, այսօր հլա պարզ չով ընդդիմություն, հլա շատ պարզ չի կա։ Օրինակ ասենք անձամբ ես Ֆիդայներ կազմակերպության ղեկավարն եմ, բայց ես չեմ եղել որևէ կուսակցության մեջ, չկամ ու չեմ էլ լինելու։ Ինձ մաքուր շարժումապետ միտեղ ասենք օգնենք մեր ազգին, որ դուրս գանք սրանից, որովհետև սա մեզ լավ տեղ չի տանում։ Այս ինչ կա այս իրավիճակը, մեզ լավ տեղ չի տանում։ Թուրքի հետ բարեկամությունը սա աբսուրդ է, դա չի կարա լինի, որովհետև թուրքը եկել է, որ մեր հողի վրա ապրի, մեր տեղը ապրի, դա չի լինի, ժողովուրդ ջան։ Ինչ ուզում եք ասեք, դա հնարավոր բան չի, դա միտեղ պայթելու է։ Իսկ ինչ մնաց, որ ալիքը այսօր որ տեն մենք կահաղթի թե չէ, ես որ տենց Facebook-ով բանով նայում եմ 90%-ով պիտի հաղթի, եթե ուրիշ բաներ չլինի։ Հասկացաք ուրիշ բաների չեմ ուզում պրովոկացիոն բաներ ասել, եթե չլինի, պիտի որ հաղթի, որովհետև ես մի քիչ սիրում եմ ականջներով չի աշխատեմ, այլ այս բանով նայեմ տենամ այդ կոմենտ գրողները, այդ լայք դնողները, ջղայ դնողները 80% այդ բաներից են։ Ինչա կոչվում։ Ֆեյք։ 80% այդ ֆեյքերն, ինչ ֆեյքեր են, ու նույն մարդու ֆեյքերն է, զգացվում է։ 5 ընկեր ունեցող ֆեյքը գալիս է ինձ կամ պլյուս դնում, կամ մինուս դնում, կամ իմ մասին մի հատ վատ բան գրում։ Այստեղ այսօր այդ վիճակն է։ Մեր ժողովուրդը պետք է տենա, որ ինքը ոչ թե իրական ուժերի հետ է կռվում, այլ կռվում է ֆեյքերի մեծ բանակի հետ։ Այսինքն մի մարդը եթե կարա 10, 20, 30 ֆեյք պահի, դա մի քիչ դաժան երեխեք ջան, մի քիչ չի կարա տենցել։ Իսկ ինչ մնաց այսքան ոստիկանությունները, հորս գերեզմանով եմ երթում, լացս գալիս է։ Այսուրեն այս մարդկանց այսքան բերել, ինչ պետք է անենք։ Հա, մի հատ ասենք մի զենք բռնող տղել, ես ինչ պետք է անեմ, տեղովս կրակել դառնամ, ինչ պետք է անեմ։ Ես բերել են վախացնեն, բերել են թե ինչ անեն, չեմ մի քիչ դաժան տհաճ բաներ կել ժողովուրդ ջան, չգիտեմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ապրեք։ Ֆաստինֆոյի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքն ուղիղ հեռարձակմամբ հակակոռուպցիոն դատարանի շենքի առջևից։ Ես նշեմ, որ այստեղ մեծաքանական նախադեպ ոստիկանական ուժեր են հավաքվել։ Ես նաև հավելեմ, որ այստեղ են ժամանում Սամվել Կարապետյանի աջակիցները։ Ես նաև նշեմ, որ դատարանի հարակից տարածքում հագցնում են Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառներ, գրություններով պաստառներ, որի վրա գրված է ազատություն Սամվել Կարապետյանին։ Նաև նշեմ այն մասին, որ ոստիկանների թիվը գնալով ավելանում է։ Սամվել Կարապետյանի տնային կանոն
Համար մարգարության ես միշտ ասում Փաստինֆոյի հարգելի հետևորդներ, նշեմ, որ գործարար բարերար ուժեղ